իր սրդին մեջ, ան որ լեզվովը չզրվարդեր, ընկերին չարություն չներ, և իր տրացին վրա նախադին չտներ, որուն արջև անարգված է չարակորձը, բայց աստվածավախները կպատվե, երթում գնե իր վնասին ու չդառնար, իր արձատը վարձկով չդար, ու անմեղին դեմ գաշար չառներ, ով որ ասոնք կնե, հավիտյան պիտի չսասանի։ Ամեն։ Դի խնդրեմ, որ բոլորս ոտքի վրա ալանք, փոխադարձ կերպով մեր երկարաններու ետևի գտնված բաժնին 10-րդ հատվածը միասնաբար գարտանք և ակեվերջ աղոտքով պիտի շարունակենք։ Ուստի Քրիստոսին վրայով առաջին սորվելիքները ցկելով կատարյալին կան։ Դուք վերանացիները չեք, քանզի դնով ծախվարնորեցար, ուստի կարավորեցեք ասված, ծնվեն մարմիններու ու ոգիներու մեջ, որոնք Աստուծո են։ Արդ կավաչեմ ցեզի, եղբայրներ, Աստուծո ողորմությունով, որ ձեր մարմինները ընծայեք կենդանի զոհը սուրբ, Աստուծո հաճելի, որ է ձեր բանավոր պաշտոնը։ Եվ մի կերպարանիք այս աշխարհի կերպարանքովը, հապաստեր մտքին նորոգությունով նորոգվեցեք, որպեսզի քննեք, թե ինչ է Աստուծո կամքը, որ բարի ու հաճելի է իրականարյալ է։ Ձեր անձերը Աստուծո ընծայեցեք, որպես թե մերելները ողջնցած, և ձեր անդամները արդարության գործիքներ Աստուծո։ Քանզի մեր կրծերը վրա պիտի ճիշտեք, բացի օրենքի առաջեք, ապաշնորհքի տակ։ Ինչպես ձեր անդամները աներոնության համար ընծայեցիք, բղծության և աներոնության ծառաներ ըլլալու, այնպես հիմա ձեր անդամները սրբության համար ընծայեցեք, արդարության ծառաներ ըլլալու։ Այսօր ձերուն է Եվ ոչ թե որչափ մենք կուսային, հավա անձերին անդվին, առաջ Տերոջը ու ետքը մեզի Աստծո կամքովը։ Ամեն։ Աղոթքով շարունակենք։ Փառք ենք տալիս քեզ մեր Տեր եւ Փրկիչ Հիսուս Քրիստոսի զորավոր անունով, շնորհակալ ենք Տեր իմ Աստված, քո տանդ համար այսօր հավաքվել ենք եկեղեցիով, քո սուրբ անունը Տեր իմ Աստված բարձրացնելու փառաբանությամբ, երկրպագությամբ եւ քո խոսքը լսելով Տեր իմ Աստված։ Դուր մեզ սրտերը մտքերը այսօր, որ ուշադրությամբ քո խոսքը լսենք եւ հոգեորապես աճենք։ Այս ծրարը Տեր իմ Աստված, որ մեր աղոթքները, մեր կարիքներն են մեջ դրված, Տեր քո հպումն ենք խնդրում Հիսուս Քրիստոսի զորավոր անունով, որ ամեն բան լինի կատարյալ, քո կամքիդ հանձնելով, քո ոտքերին բերելով Տեր Փրկիչս, քո ողորմությունն ու քո շնորհքն ենք խնդրում Տեր, ամեն մեկիս վրա, ամեն մի կարիքների համար։ Խնդրում ենք Տեր իմ Աստված, առաջնորդես մեր ամեն մեկիս քո թագավորությանը մեջ պտղատու անձեր լինելով, ամեն մեկս փնտրենք շարունակ ու շարունակ քո զորավոր ճանապարհը Տեր իմ Աստված, քո կամքը մեր կյանքի մեջ Տեր իմ Փրկիչս, եւ մեզի Տեր իմ Աստված միշտ ու միշտ մեր հետ լինես, մեզի առաջնորդես, եւ մենք Տեր իմ Աստված փառք ու պատիվ քեզ տանք մեր ամեն մի քայլանքին Հիսուս Քրիստոսի անունով, ամեն։ Ամեն։ Բարի լույս եղբայրներ քույրեր, կարող եք նստել, մենք այսօր բավականին փառաբանությամբ պիտի գնանք առաջ, մեկ երգ Էլմաջանից ես կերքեմ, որից հետո եղբայրները կմիանան մեզ եւ կշարունակենք դարձյալ երգելու։ Վստահ եմ այս երգը շատերը գիտեք։ Արդյոք այն գետին ես լսել եք։ Ինչ եք լսել գետի մասին։ Որ շատ լավ տեղա չէ։
Եկեք։ Արդյոք այն գետին ես եկը, մեր ոտքեր պիտի կանգնեն, ու սուրբ են ու հեշտակները, ծնծուրությամբ միշտ կքարվեն, այո մենք ապշողինքով, որ հեշտակած ու սրբոցեն, այն հստակ գետին ես եկը, որ վերնակոր են գետեն, այն հստակ գետին ես եկը, մեր ոտքեր պիտի կանգնեն, մենք ալհոն ետից եկել, անդահակար պիտի եկել, այո մենք ապշողինքով, որ հրեշտակած ու սրբոցեր, այն հստակ գետին ես եկը, որ վերնակոր են գետեն, այն պայծառ գետին ես եկը, և որ աչքերիս տեսնեմ, այն ժամաստուծով դարդուկը, անցուկիս պիտի սրբեմ, բարձրնյասին, այո մենք ապշողինքով, որ հրեշտակած ու սրբոցեր, այն հստակ գետին ես եկը, որ վերնակոր են գետեն, այո մենք ապշողինքով, որ հրեշտակած ու սրբոցեր, այն հստակ գետին ես եկը, որ վերնակոր են գետեն, ամեն, լավ երկեցինք, եթե շատ եկեք հրավիրեք վերսել եղբայրներին, համեցեք, ամեն եղբայր, Դու ես որ լսում ես ինձ, դու ես որ տեսնում ես ինձ, դրդության, ուրախության պահին, իմ կողքին ես դու ես որ լսում ես ինձ, դու ես որ տեսնում ես ինձ, դրդության, ուրախության պահին, իմ կողքին ես մեծարում եմ մեծարում եմ օրնակը միայն քեզ կանասով միայն քեզ մեծարում եմ մեծարում եմ մեծարում
երկերից էություն ես դու Աղոթքից ունդավոր ես դու Մեծության գոհոր գերու Հոժմին է բացում իմ հորնում մեծարում Երկուսը մեկից լավ է, երեքն էլ երկուսից լավ։ Շարունակենք, Տերն է մեր ապավենը զորավոր։ Աշխուժ երկենք և հաղթական։ Մի բախեցեք, բարձր ծապ տվեք, տիրոջ տեք ծապան, մեզ չի։
այո, Տերորդն իմ էլ եղբայրներին հիանալի է, իրար հետ ծառայելը միշտ ճոխություն է, Տեր Հիսուսը երկու էր ուղարկում, հիշում եք, որպեսզի մեկը մյուսին քաջալերի եւ առաջ տան։ Շատ գեղեցիկ էր պիտի երգենք, այս երգերը արդեն սովորում եք եւ երգում եք։ Ես Արաուտը մի շարք որ փորձում եմ, այնքան գեղեցիկ նվագեց, մյուս անգամ նվագել կտակ Միչայ, մեծարում եմ քեզ, շատ սիրուն նվագեց։ Ուրեմն գնում ենք առաջ, քանի որ սովորում ենք, նոր երգեր սովորենք։ Ես կանգնած եմ Տեր քո առջև, և փնտրում եմ երեսը քո, սիրտս լցվում է խաղաղությունով, և ես ուզում եմ ապրել միայն քեզանով, երբ ես կանգնած եմ Տեր քո առջև, և փնտրում եմ երեսը քո, սիրտս լցվում է խաղաղությունով, և ես ուզում եմ ապրել միայն քեզանով, սիրում եմ քո ներկայությունը, քեզնով ուզում եմ ապրել, սիրում եմ քո ներկայությունը, քեզնով ուզում եմ շնչել, սիրում եմ քո ներկայությունը, քեզնով ուզում եմ ապրել, սիրում եմ քո ներկայությունը, քեզնով ուզում եմ շնչել, երբ ես կանգնած եմ Տեր քո առջև, և փնտրում եմ երեսը քո, կյանքս լցվում է իմաստությունով, և ես կապրեմ հավերժ միայն քեզանով, երբ ես կանգնած եմ Տեր քո առջև, և փնտրում եմ երեսը քո, կյանքս լցվում է իմաստությունով, և ես կապրեմ հավերժ միայն քեզանով, սիրում եմ քո ներկայությունը, քեզնով ուզում եմ ապրել, սիրում եմ քո ներկայությունը, քեզնով ուզում եմ շնչել, սիրում եմ քո ներկայությունը, քեզնով ուզում եմ ապրել, սիրում եմ քո ներկայությունը, քեզնով ուզում եմ շնչել, Տեր դու ես իմ ուրախությունը, քեզնով ուզում եմ ապրել, քո մեջ է իմ երջանկությունը, քեզնով ուզում եմ շնչել, Տեր դու ես իմ
ուզում եմ ապրել Քո մեջ է երջանկությունը Քեզնով ուզում եմ շրջել Դուք եք երկու Սիրում եմ քո երկայությունը Ավելի բարձր երկել Քեզնով ուզում եմ ապրել Սիրում եմ քո երկայությունը Սիրում եմ քո երկայությունը Քեզնով ուզում եմ շրջել Նյութականը չի հավաքած, բզդի բապոճումը միտքս եկավ, ընտանիքը հայրը գաբաշխար է և ընտանիքը սկսին աջախել եկեղեցի։ Մարդուն անունը Խոսրով տրինք։ Ասկե դարիներ առաջ պատմեր եմ, շատ դարիներ առաջ, Եվ աս եղբայրը ընտանիոք զոհված աստորդունը գուկան, անդամ գլան, գմաստակցին և գսովորի Խոսրով եղբայրը, որ տերոջը իր նյութականեն դա, գսորվի դասանորդ դա Եվ աս եղբայրը դարեգան $20,000 գշահի իր կործին մեջ Եվ հավադարմորեն դարին որքան գուլա դասանորդը 20,000-ին 2,000 շատ հավադարմորեն կբաժանե բոլոր դարվա ընթացքին և հավադարին գուլա և ասի կդեպե մի քանի դարիներ շատ հավադարին և ասված իրեն ուրիշ կորձմը կարաշնորդ է և բավական գշահի Եվ դարեգան 20,000 շահերունդեր կսկսի $200,000 շահի։ Ասմանդվան ճապկորդն է իրեն, երվին ընտանիքը, աս եղբոր խաղաղությունը քիչ մը կխանկարվի։ Գելա հովիվին գերացայն է, որ իր դուն այցել է, որ իր սրդին մեջի տանչանքը հայտնե հովիվին։ Գսե հովիվ եղբայր, գսե մեկ հարց մունիմ, որ ինձի ուտյուն դաս իմ խաղաղությունս խանկարված է։ Սա եվ որ $20,000 գշահի դարեգան և խաղաղությունով, ուրախությունով տերոջը դունը գուդայի հիմա որ ավելի գշահիմ, բայց դասանորդը 20,000 է դարեգան։ Ադի ինձի կխանկար է, ինչպես կրնանք աս վիճագես ազատվիմ։ Շատ դրության պեք է ասո էր տանք, ասո աղոտ պեք է անենք։ Ես աղոտեն, տունալ գաղոտ ես և ասված մեզի ուղություն գուդա և ասված է, որ գուզե, որ մեր խաղաղությունը ինքը դա։ Խոսրովը գսե, օքե աղոտեն, սե չէ, առաջ ես աղոտեն, վերջը տուն գաղոտես։ Եվ հովիվը գսկսի իր աղոտքը և գաղոտեով դեր գսե, պարկուդանք Խոսրով եղբոր համար, որ իրեն ընտանիքը գործնես և իրեն ուղություն դված ես, բայց իր խաղաղությունը կացած է և գաղոտեք, որ իր խաղաղությունը ետ վերադարձնես իրեն և իրեն դարեգանը ետ 20,000-ի փոխես, որպեսզի ինչ-որ խաղաղություն ուներ, շարունակվի աս եղբորը։ Եվ ամեն գսե, և Խոսրով արդեն իր աղոտքի բանասխանը արավ, իր խաղաղությունը վերադարձավ և ատներձուն երբեք
իր մեջը այդ չեկավ։ Բամուկյան բանը հատ է, որ ինչ որ գուդաս ուրախությունով։ Ասված պիտի օրհնե քեզի։ Պիտի խնդրեմ, որ եղբայրները, Մայք եղբայրը և Սակո եղբայրը կան, և պիտի խնդրեմ, որ և իշ եղբայրը աղորդեն։ Բարավոյան հայր շնորհակալություն, որ մեզիկյան տվեցի, առողջություն տվեցիր, եկամ քո տուն քեզ հետ հանդիպելու համոզակցելու և քո սուրբ և անխարդախ խոսքերով սովորելու։ Տեր խնդրում եմ օրհնես այսօր մեր պաշտամունքը, օրհնես մեզ յուրաքանչյուրիս, օրհնես պատգամաբեր զավակը Տերի մոտությունով։ Տեր քեզ ենք եկել մեր բոլոր նեղություններով, մեր բոլոր մտահոգություններով, խնդիրներով, խնդրում ենք այդ բոլորին բարի պատասխան շնորհես։ Բարավոյան հայր, խնդրում եմ, որ մեր ագարները բաց պահես, սրտերը պատրաստ պահես, որպեսզի ոչ թե միայն լսողներ լինենք, այլ կատարողներ լինենք։ Տեր խնդրում եմ այսօր այս պաշտամունքը օրհնես, մաքրես, սրբես, բարավոյան հայր, նույնպես խնդրում եմ, որ մեզ բոլորիս օրհնես, երկրավոր հայր, խնդրում եմ, որ այսօրվա այս լումաներն որ հավաքվեցին, մաքրես, սրբես, որպես միայն քո փառքի համար գործածվի։ Բարոյալ հայր, այս բոլորը խնդրեցի քո որդվոյին, մեր անուշ եղբայր, մեր երեց եղբայր, մեր կյանքի Տեր և Փրկիչ մեր Տեր Հիսուս Քրիստոսի սուրբ և պատվական անունով միայն քո փառքի համար, բարավորվեն հայր որդին և սուրբ ոգի հավիտյան սավիտենից, ամեն։ Բարելույս բոլորին, մի քանի հայտարարություններ, Տերը գամի քալ գիրակի Քրիստոս Երուսաղեմ պիտի գործե ցանկազար օրով եւ Տերը գամի եկեղեցին ինչ ցիտելի ջուղեր պիտի զարդարվի եւ ամեն իսա ջերմակ պիտի հագվենք Սպիտակ եւ որոնք որ երեխա ունին, որ դերոջը նվիրած չեն, լավ արիտ մնե, որ զարգազարդի օրով Հիսուս մանուկները օրհնեց եւ զավազոնց պես չլակ երկինքի տակավորություն չեք մտնե։ So նվիրումի օր է, որոնք որ երեխա ունին, խնդրեմ, որ եթե կա, ինձի ձեր պապակը հայտնեցեք, որպեսզի ստացակիրում պատրաստենք այդ երեխային համար։ Եվ հաջորդող շաբաթ, արդեն ավակ շաբաթ է, չորեքշաբթի օրվա սերտողությունը զանց պիտի առնվի, 5 շաբթի պիտի ունենանք ավակ 5 շաբթի հաղորդություն և պաշտամունք հոս ժամը 7-ի։ Կար աս եկող 5 շաբթի չէ, եկող չորեքշաբթի և 5 շաբթի ունենք հայերեն սուրբիկի սերտողություն չորեքշաբթի, 5 շաբթի անգլերեն սերտողություն, հատոր շաբաթը 5 շաբթի պիտի ունենանք հաղորդություն ժամը 7-ին։ Չմոռնանք, այսօր պետք է հաղորդություն ունենայինք մեր սովորության։ Զատկվա շաբաթը ավակ 5 շաբթի գնենք։ Ամեն։ Եվ հատոր թող գիրակի արդեն
զադիկ դերոջը պարավոր հարուտինը պիտի դոնենք և ասի սովորություն թող չլա մեզի շարանկամ մենք սովորություն գվազվզենք ամեն տեսակ պատրաստություն գնենք բայց Քրիստոս երբեմները գմորնանք մեր միտքեն կելլա նպատակը գմորնանք նպատակը միշտ իշենք և Աստծո պարտանք կարգացության նման դերորդն է Համակումարը իշեցիք, թվականով կիշե, հուլիս 18-19 և դիլլա Սան Դիեգո, Պոյնտ Լոմա, շատ կեղեցիկ դեմն է և լավ մասահան է, որ սենյակները երկու հոգինոցներ երկու հոգի Սի անցար շապատ, որ հայդարարությունները պիտի բերեմ մի քանի շապատեն հավանաբար, մենք պիտի միանան Պասադենայի եկեղեցին և նյութականը $200 է անցի գլուխ սերանունները որում մի տայիք Արմանին Ադորամար չի մորցավ, գիտեք, ես մորցա Սարմանը չի մորնա Այ, ուրիշպան մորցա Արմանը ուրիշպան մգան $200 Ok Գորգոս ալվեն նա Սիրել այս երկը անգամ երկեցին, Միշայի առաջնորդությամբ միասին երկենք շատ գեղեցիկ երկ Սուսի մասին, մեր Տերը, մեր արքա, մեր փրկիչը, որ դարերի վեր հարավանվում է և մենք էլ ուզում ենք իրեն օրհնենք և Հավիտյանս Հավիտենից այս երկը կարծես երկ է, որ թե աշխարհի վրա, թե երկնքում Տերոջը փառքի համար պիտի երգեցվի Generations falling down in worship to sing the song of ages to the Lamb. And all who've gone before us and all who will believe will sing the song of ages to the Lamb. Your name is the highest. Your name is the greatest, your name stands above them all thrones and dominions, all powers and positions, your name stands above them all, and the angels cry, holy, all creation.
freedom. And if you bear his name, sing the song forever to the Lamb. Who sings the song forever and amen. And the angels cry, holy, all creation cries, holy, you are lifted high, holy, holy forever. Hear your people sing, holy, to the King of Kings, holy, you will always holy forever. Your name is the highest, your name is the greatest, your name stands above them all thrones and dominions, all powers and positions, your name stands above them all. Your name is the highest, your name is the greatest, your name stands above them all thrones and dominions, all powers and positions, your name stands above them all. And the angels cry, holy, all creation cries, holy, you are lifted high, holy, holy forever. Hear your people sing, holy, to the King of Kings, holy, you will always be holy, holy forever. You will always be holy, holy forever. Amen. Հարկ Տիրոջը հիանալի է, Տիրոջ անունը վեր է, բարձր է, ամեն անուններից ամեն։ Ահագին տեխնիկային փոխում բեմի վրա, լավ է, չէ։ Ինչու է քամին հակառակ փչում։ Չէ, եթե շոքա լավ է, որ հակառակ է փչում, հովանում ենք, բայց եթե զորավոր քամի է եւ ծովի մեջտեղն ենք եւ վտանգ կա խորտակվելու, սա մտահոգություն է։ Միասին ընթերցենք Աստծո խոսքից Մատթեոսի ավետարան 14-րդ գլուխ 22 համարից։ Հիսուսը իսկույն իր աշակերտներին ստիպեց, որ նավ նստեն եւ իրենից առաջ լճի մյուս կողմը անցնեն, մինչև ինքն այդ ժողովրդին արձակի։ Ժողովրդին արձակելուց հետո բարձրացավ լեռը առանձին աղոթելու։ Երբ երեկո եղավ, Հիսուսն այնտեղ մենակ էր, իսկ նավը ցամաքից բավականին հեռու էր։ Եվ ալիքներից տարուբերվում էր, որովհետև քամին հակառակ կողմից էր։ Գիշերվա 4-րդ պահին
Հիսուսը լճի վրա քայլելով նրանց մոտ եկավ, երբ աշակերտները նրան տեսան լճի վրայով քայլելիս, շփոթվեցին ու ասացին, թե ուրվական է, եւ վախից աղաղակեցին։ Հիսուսն իսկույն խոսեց նրանց հետ ու ասաց. «Քաջալերվեք, ես եմ, մի վախեցեք»։ Պետրոսը նրան ասաց. «Տեր, եթե դու ես, հրամայիր ինձ ջրի վրայով քեզ մոտ գալ»։ Պետրոսի քայլերը, իսկ նա ասաց. «Եկ», եւ Պետրոսը նավից իջնելով քայլեր ջրի վրայով Հիսուսի մոտ եկավ, սակայն սաստիկ քամին տեսնելով վախեցավ եւ սկսեց սուզվել, աղաղակեց ու ասաց. «Տեր, փրկիր ինձ»։ Հիսուսն իսկույն ձեռքը մեկնեց, բռնեց նրան եւ ասաց. «Թերահավատ, ինչու ետ մտեցիր»։ Երբ նրանք նավը մտան, քամին հանդարտվեց։ Նավի վրա նստողները երկրպագեցին նրան ու ասացին. «Իսկապես դու Աստծո որդին ես»։ Նրանք լճի մյուս կողմն անցնելով Գենեսարեթի գավառ եկան։ Այս պատմությունը շատ են կարդացել, հիանալի պատմություն։ Ծովեզելյա քարոզչությունը Տեր Հիսուսի շատ անգամ է հիշված Աստծո խոսքի մեջ։ Աշակերտներից, առաքյալներից բավականին ձկնորսներ կային, որ իրենց մասնագիտությունն էր, եւ Տեր Հիսուսն էլ հենց այդ օգտագործելով հաճախ նրանց դասեր էր սովորեցնում։ Նախորդող հատվածը այս հատվածի փառավորյալ ընտիր պաշտամունք եւ հրաշք էր տեղ ունեցել։ 5000 հոգու 5 հացով 2 ձկով Տեր Հիսուսը կերակրել էր եւ աշակերտները ցնծության մեջ վայելում են երեկվա ժողովը, ժողովրդի հարգանքը, ուրախությունը եւ հանկարծ Տերը ստիպում է կարդացինք, որ թողեն այդ բոլորը, նավը նստեն եւ մյուս կողմը գնան։ Հետաքրքիր է, որ ուրախանալու ժամանակ հենց ունենանք մենք հավիտենականության մեջ։ Շատ մի կապվեք անցողիկ բաներով, որտեղ անելու գործ շատ կա։ Եվ ասում է ստիպեց, ինչու այդ ստիպեց բառը դրված է, թերևս կարող ենք ենթադրել, որ Պետրոսը կամ մյուս ծովից հասկացողներն ասացին, Տեր, այս ժամին հիմա եղանակը բավականին անբարենպաստ է եւ մենք ինչպես կարող ենք ճամփա որտեղ ամբողջ գիշեր պիտի գնանք, ասում է օրվա գիշերվա 4-րդ պահին տարուբերվում էին, սա մոտավորապես եթե 3 ժամ հաշվում են 3-ից 6-ն է լինում, 3-ից 6-ը 4-րդ պահը, որտեղ գիտեք 3 ժամի է բաժանված իրենց ժամերը, օրերը, մեր հասկանալով 3 AM-ից 6 AM, այսինքն ճիշտ ամենամոտ ժամին մենք ամենադժվար տեղում գայթում ենք, բայց Տերը ստիպեց եւ ամենահետաքրքիրն այն է, որ ինքը նրանց հետ նավը չմտավ, դուք գնացեք եւ ինքը բարձրացավ աղոթելով եւ աշակերտները ճանապարհ ընկան եւ ահա քամին եւ ասում է սաստիկ էր քամին եւ հակառակ էր փչում իրենց այս հակառակ փչելը բավականին կարծում եմ շփոթության մատնեց աշակերտներին, որովհետև իրենք գիտեն, որ քամին որքան սասկանա, իրենց կառավարելու նավը հավանականությունը շատ կքչանա։ Վստահ եմ հարցեր էր առաջացել աշակերտների մտքի մեջ, նույն առաջանում է իմ եւ քո մեջ։ Եթե ամեն բան ճիշտ արեցինք, Տեր Հիսուսը ինքը ասեց մտնենք, ինչու է այս քամին փոթորիկը մեզ հակառակ փչում։ Ինչու իմ կյանքի մեջ քամիներ կան, որ ինձ հակառակ են փչում, արգելքներ կան, որ ինձ նեղացնում են, վիճակներ կան, որ ինձ շփոթեցնում են։ Ես հոգևոր եմ, ես Քրիստոսին ընդունել եմ, ես եկեղեցի եմ գալիս, ես սիրում եմ Աստծո տունը, սիրում եմ Աստծո խոսքը, բայց ինչու իմ կյանքի մեջ, իմ ընտանիքի մեջ հիվանդություն, դժվարություն, արկածներ, քամին չպետք է իմ հասկանալով ինձ հակառակ փչել։ Դեք աշակերտները լավ գիտեին օրինակի համար Նոյի պատմությունը։ Նոյի պատմության մեջ գրված է, որ Աստված, կարդամ ձեզ, հիշեց Նոյին, բոլոր կենդանիներին, բոլոր անասուններին, որ նրա հետ տապալում էին, Աստված քամի բերեց երկրի վրա եւ ջրերը նվազեցին։ Աստված քամին կառավարող Աստված է, չէ՞, Նոյի պատմությունը կարդացին։
Հիմա այս քամին ինչ է իր համար, որ չի կառավարում եւ մեզ հակառակ է գալիս։ Մովսեսի պատմության մեջ ելից գիրք Մովսեսը մեկնեց իր ձեռքը ծովի վրա, Տեր արևելյան սաստիկ քամով ամբողջ գիշեր քշեց ծովը եւ ցամաքեցրեց այն ու ջրերը ճեղքվեցին։ Դարձյալ Աստված քամի բերեց եւ ահա հիմա իրենք հանդիպել են մեծ փոթորիկի։ Հովնանի պատմության մեջ, բայց Տերը մի մեծ քամի հանեց ծովի վրա եւ մեծ փոթորիկ եղավ ծովում եւ նավը խորտակվելու վտանգի մեջ է։ Այս բոլոր պատմությունները գիտեին Պետրոսը, Հովհաննեսը, Հակոբոսը, որ Աստված քամի կարող է հանել, փոթորիկ կարող է հանել, ծովեր կարող է ճեղքել, նավեր կարող է վտանգել, որպեսզի Հովնանները, Մովսեսները, Նոյերը հասկանան, որ Աստված կարող է կառավարել տարերքը, բնությունը, տիեզերքը եւ ինքն է թագավորը։ Եվ հիմա քամին իրենց հակառակ է։ Ինչ անենք։ Ոնց անենք։ Ոնց այս վիճակից դուրս գանք։ Եթե մենք նավի մեջ լինենք, ասենք, այս սաղի մեղավորը դու ես։ Դու ես ով է, կապ չունի։ Պետրոս դու ես, Հովհաննես դու ես, Հակոբոս դու ես, խոստովանեք, եթե ձեր մեջ մեղք կա, մեր նավը չպիտի փոթորիկ աներ, Տեր Հիսուսին ասես նստեք, անցեք, ուրեմն մեր մեջ ինչ որ մեկը մի բան սխալ անում։ Եվ կսկսենք իրար մեղադրել, շփոթվել, բաժանվել, կռվել։ Հետաքրքիր է, չէ՞։ Ավետարանները ամենաշատն են խոսում խաղաղության մասին, բայց ամենաշատն են հակադրվում իրենց եղբայրներին։ Չգիտեմ ինչի։ Բոլորը գիտեն ճիշտ է, եւ որպեսզի հաստատեն, ասում են Տերը ինձ ասեց։ Սուրբ Ոգին ինձ ասեց, մնացած ինչ ասեց, մենակ հենց իրան ասեց։ Եվ հիմա խառնաշփոթ կա։ Եվ այդ ամենածայրահեղ խառնաշփոթ վիճակի մեջ աշակերտները տեսնում են մեկին, որ գալիս է ջրերի վրայով։ Սկզբից ասեցին, աչքների սա երևում, դուք եք տեսնում, ինչ ասա։ Ջրի վրայով մարդանման մեկը քայլում է։ Կյանքում ով ատեսման տեսել։ Խառնվեցին։ Եվ այս խառնված վիճակի մեջ բաներ են խոսում աշակերտները, որ զարմանալի է, ուրվական, ինչ ուրվական։ Այդ ինչ բան է, այդ որտեղից եք վերցրել։ Աչքի երևույթ, ուրվական, հոգի, չգիտեմ, ինչ արարած է, որ կարող է քայլել ջրերի վրա։ Հարց, այդ քամին, որ հակառակ է փչում, ինչ որ լավ բան, օգտակար բան ուներ անելու թե ոչ։ Ես ասում եմ այո, որտեղ Տերը գիտե, Տերն էր ստիպել եւ Տիրոջ խոսքի համաձայն է ծովը իջել։ Գիտեք, ձեզ մի բան ասեմ, փոթորիկներն ու քամիները իմ եւ քո կյանքի մեջ անխուսափելի են։ Հավատում եք սրան։ Անխուսափելի են։ Հավատացյալ չկա, որ դժվարության չհանդիպի։ Խնդիր չունենա, արգելքներ չլինեն։ Եվ այդ խնդիրն ու արգելքները ոչ թե որ մենք մեղավոր ենք, վատն ենք, չար ենք, դրա համար են, ոչ։ Հաճախ, որովհետև մենք հոսանքին հակառակ ենք գնում, որտեղ մենք այս աշխարհից չենք, որտեղ մենք Տիրոջ սկզբունքներով ենք ապրում, ուրեմն ուզենք կամ չուզենք հանդիպելու ենք հոսանքների, հանդիպելու ենք արգելքների։ Ծանոթ բան եմ խոսում եղբայրներ, այո, այդպես է։ Իմ անվան համար բոլոր ազգերից ատելի կլինեք։ Մի կարծեք եք այս խաղաղություն բերելու, ես եկա սուր նետելու, Տեր Հիսուսն ասեց, զարմանալի բառեր, ընտանիքի մեջ, բարեկամների մեջ, եղբայրների մեջ, բայց Տերը ոչ թե եկել է կռիվ գցելու, այլ շատ հստակ է, որ Տիրոջը ընդունելով, լույս դառնալով, երկնքի քաղաքացի դառնալով, դու այլևս խորթ ես դառնում քո կողքիններին։ Մարմնավորը միշտ հալածում էր հոգևորին, գրված է Աստծո խոսքի մեջ։ Ուրեմն քամիներ եւ փոթորիկներ անխուսափելի են։ Դուք նավեր շատ եք տեսել, չէ՞։ Ծով գնում եք հեչ։ Ես մի երկու անգամ ինձ ձուկ բռնելու տարան, հազիվ կանգնեցի, սիրտս խառնեց, ասի հետ քշեք, չեմ ուզում, չեմ դիմանում։ Մարդ կհավե ես այդ ալիքների վրա, ներսես եղբայրս սովոր է, ես սովոր չեմ։ Մի քիչ որ քամի ա լինում, նայում եմ ինչքան հեռու ենք, չէ հավատքս թույլ չի մի կասկածել, բայց մարմինս չի վերցնում, սիրտս խառնում է։
հաց չեմ ուտում մի օր առաջ, ես շատ գիտեմ ինչ եւ այլն։ Ուրեմն նավի վրա ենք եւ նավը սարքված է նավերը, որպեսզի ծով ելնեն եւ ճեղքեն ալիքները եւ լողան։ Նավը սարքված չի, չէ՞ որ նավը հանգստում կանգնի։ Համաձայն եք ինձ հետ։ Եթե մարդիկ նավեր սարքեին փողը տային առնեն, մենակ կանգնեն նավը հանգստում, ինչ իմաստ ունենալ։ Նավը պետք է դուրս գա ծով, նավը սարքված է ալիքներին ճեղքելու եւ առաջ անցնելու։ Հավատացյալը միայն հանգիստ, փափուկ, առողջ կյանքի համար չի։ Մենք սարքված ենք, Տերը մեզ ծնեց եւ Տերը մեզ օժտեց ալիքներ ճեղքելու եւ առաջ շարժվելու համար։ Ամեն։ Նստեք Երուսաղեմում, բայց մի մնացեք Երուսաղեմում, երբ որ վերևից զորությունը գա, ելեք եւ ճեղքեք աչուձախ Սամարիա, Հրեաստան մինչեւ ուր աշխարհի ծայրերը։ Գնացիք այդտեղ, աշխարհի ծայրը որտեղ է։ Նայած որտեղից ենք հաշվում։ Ուրեմն մենք սարքված չենք հանգիստ նստելու։ Մի անգամ մի եղբայր շատ գեղեցիկ օրինակ ասեց մենք ջերմոցային ծաղիկ չենք, բույս չենք։ Գիտեք ջերմոցային ծաղիկ հանվեց, մի հատ քամի ակապնում մի բան, վերջացա, թափի ենք ով։ Մենք վայրի ծաղիկ ենք, ասեց, դաշտում, ասեց, մի անգամ ծաղիկի վրա սխալման ոտքս դրեցի անցա, ճմրթվեց այդ ծաղիկը, մի քիչ հետո նորից կանգնեց, որովհետև ճիշտ տեղում, ճիշտ միջավայրում տնկված։ Բայց ջերմոցային ծաղիկներ կան ներսես եղբայրջավոր, սենց քամեսով, սեր չկա, նեղացամ, ինձ լավ չնայեցին, քիչ ծավ տվեցին, բարև չտվեցին, իմ անունը չհիշեցին, ջերմոցային ծաղիկ։ Վայրի եղեք, վայրի, լավ իմաստով։ Եվ ուրեմն սիրելիներ, մենք պետք է ճախրենք եւ ճեղքենք ալիքները։ Տերը իր ժողովրդին եւ իր ծառաներին դասեր էր սովորացնում, մեկ անապատում, մեկ ծովի վրա, մեկ կրակի մեջ, չեմ ամեն դասարան անցել եք, թե չէ։ Մեկ չգիտեմ տարբեր տեսակի իրավիճակներ բերելով, պարտեզ էր տանում, պարտեզում էր դասեր սովորացնում, այնպես որ այս քամիները մեր կյանքում պետք է լինեն։ Հակառակ քամին քեզ օգնում է, որպեսզի դու ավելի Տիրոջը մոտենաս։ Մեր բառերով ասեմ։ Հաճախ մեր կյանքի մեջ եկած դժվարությունները մեզ ավելի արթուն են պահում եւ մեզ ավելի կենտրոնացում են տալիս Տիրոջ վրա, քան թե որ ամեն ինչ նորմալ եւ խաղաղ։ Համաձայն եք ինձ հետ, թե չէ։ Ցավոք սրտի այդպես է, սիրելիներ։ Իմիկվա մեքենաները կա, որ ինքը իրեն լայնը պահում է եւ դիմացի մեքենայի հետ գնում է։ Այսինքն դու կարող ես ղեկը թողել եւ ինքը գնում է։ Բայց մի քանի վայրկյան հետո քեզ ասում է ձեռքդ դիր։ Շատ մի վստահ, ձեռքդ դիր։ Գիտեք ինչու է այդպես անում, որտեղ մեքենա սարքողը մտածել է, որ հանկարծ չքնես եւ 100%-ով հույսը չդնես։ Ճիշտ, Աստված էլ մեզ տանում է ճանապարհը, լայնը պահում է, դիստանցիան պահում է, վտանգ չկա, բայց ասում է ձեռքդ դիր, որ զարթուն մնաս։ Նեղություն, քամի, փոթորիկ գալիս է, որպեսզի հոգեվորապես հանկարծ չքնես։ Մի եղբայր քնում էր միշտ։ Ուրիշ անուն գտամ, նոր ինչ անուն էր տալիս, բայց եղբայրը։ Խոսրովի վրա պատմեմ, լավ, Խոսրով։ Հովիվը տեսա, որ այս եղբայրը շատ է քնում, որտեղ մի անգամ մեր մոտ Վալոդի վրա պատմեց, ու ասա Վալոդ եղբայրն է, պասկայ չգիտեմ, որ աշուտ ակպետու չես զուգի։ Ասի դու չես ուրիշ Վալոդի մասին եմ խոսում։ Ուրեմն Հովիվը տեսնա, որ քնում է, ձայնը բարձրացնում է, որ Խոսրով եղբայրը զարթի, քնած է Խոսրով եղբայրը, հեչ պետք է չի, քարոզի սկզբից քնում է, մինչև վերջ, ամենահանգիստ տեղն է, վրան խոսացող չկա, տնից հանող չկա, հանգիստ քնել է, եւ մեկ էլ Հովիվն ասում է, սատանան մռնչացող առյուծի պես պտտվում է, քնած է Խոսրովը, Խոսրով եղբայրը ասում է, հաճան, ասում է, որ ինչ անի, ասում է, որպես իրա գիր կնարմի, ալելույա։ Չի լսում, քնած։ Քամիները պետք է, որ մենք արթուն լինենք։ Դժվարությունները պետք են, որպեսզի մենք զարթնենք։ Ճնշումդ, սիրտդ պետք է մի հատ բարձրանա իշնի, որ ուտելուն ուշադրություն դարձնես։ Ես մեկ-մեկ որ քաղցր եմ ուտում, մեկ էլ
զգում եմ մի բան են չի, ասում եմ լավ եղավ, որ չշարունակես։ Դուք եք այդպես։ Ախր քաղցրը ուտում եմ, շաքարը սա բարձրանում, չեմ ուտում ճնշումը սա բարձրանում։ Չգիտես ոնց անես այդ փորձության դիմաց։ Բայց դրանք պետք են։ Մի խոսքով լույսերը, սիգնալները մեզ օգնում են ցույց տալու, որ մենք ինչ որ մի բան պիտի սովորենք։ Եվ երբ որ Տիրոջը տեսան, ես եմ ասեց, մի վախեցեք։ Ինչ ուրվական, ինչ ուրիշ մտքեր, ես ձեզ հետ եմ։ Եվ քայլելով ծովի վրա գալիս էր դեպի իրենց։ Ասում եմ, երբ որ ներս առան, միջանկյալ պատմություն հետո կասեմ, քամին իսկույն ինչ եղավ, դադարեց։ Քամին Տիրոջից էր, քամին սատանայից էր, քամին ուղղակի այդ օրը եղանակը լավ չէր, դա կարելի չէ։ Չեն գնում որտեղից էր։ Կարևորը երբ որ Տերը նավի մեջ էր, ամեն բան ինչ եղավ, դադարեց։ Մեկ մի հատ հովիվ կա շատ ինձ սիրելի, քույրերից մեկը մոտենում ասում է եղբայր աղոտ կարա էլի ասում է, ինչ ունես քույր ջան, ասում է գլուխս ա ցավում, ասում է օքեյ, համա մի հատ ադվիլ ա տալ, ասում է գնանք խմես կանցի։ Դրա լուծումը կա։ Պետք չի իզուր տեղը դու անհանգստանաս եւ այլն։ Երբ որ Տերը գալիս է նավի մեջ, ադվիլը չէ, ադվիլ չէ։ Երբ որ Տերը գալիս է նավի մեջ, ինչ ա լինում։ Խաղաղություն։ Կարևոր չի ինչ վիճակի մեջ ես։ Ինչ լուր ես առել, Տեր իմ նավի մեջ արի եւ ինձ խաղաղություն տուր եւ քամիներն էլ թող ինձ օգնեն, որ ես երբեք չկասկածեմ քո վրա։ Ես այստեղից եկում Պետրոսի մասին, երբ որ խոսում եմ շատ անգամ, հետեւյալն եմ ասում եմ հազիվ ամեն բան լավ էր, այս Պետրոսը հանգիստ չի նստում դեր։ Համար ստե մի տեղը դեր։ Եթե դու ես էլ եմ ուզում քայլել։ Նստի նոր ճվում էի, գորում էի, մեռանք, ասեի, ուրվականա, ինչա, հիմա ուզում ա քայլի ծովի վրա, ախորժակը պատերը, պետք է ծովի վրա քայլի։ Եվ հետաքրքիրը նա է, որ Տերը ընդառաջում է, չի ասում Պետրոս հանգիստ նստի, ես կգամ դրա մասին մյուս անգամ։ Ուզում ես, արի, ինչ հետաքրքիր Աստվածում է։ Մեր երեխաներն էլ, երբ որ մեկ-մեկ չարաշահում են, երես են առնում, ինչ որ բաներ են անում, մենք ասում ենք չի կարելի, բայց հետո ինչ եք անում։ Երեխա է դե լավ հիմա, թող ոչինչ։ Անի քայլի ծովի վրա, շատ ես ուզում քայլի, եւ Պետրոսը ուրախ, երջանիկ քայլում էր։ Քամին տեսավ, էլի վախեցավ։ Պետրոս ջան, եթե քամից վախենում ես, ինչ ես ծովի վրա քայլում։ Բայց պատմությունը գիտեք, որ Տերը անշուշտ Պետրոսին բացատրեց։ Եվ ուրեմն սիրելի եղբայր եւ սիրելի քույր, կյանքիդ մեջ ինչ որ լինում է, փորձի դրանից դասեր քաղես։ Ամեն բան, որ լինում է քո կյանքի մեջ, ոչ թե պատիժ նկատի, այլ առիթ նկատի, առիթ։ Մի անգամ Արտուր եղբայր Սիմոնյանը գեղեցիկ օրինակ ասեց, անշուշտ ուրիշներից կարդացել, բայց շատ սիրեցի, ասեց երկու բիզնեսմեն Անգլիայից գնում են Աֆրիկյան մի հատ երկիր, որ տեսնեն իրանց բիզնեսը, երկուսն են կոշիկի մեծ կամպանի ունեն։ Ինչ կարան անեն, գնում են, ուսումնասիրում են, հետ են գալիս, ուրեմն մեկը իր բորդին ներկայացնում, ասում է մեր բիզնեսը այդտեղ չի քայլի, որտեղ այդ մարդիկ կոշիկ չունեն, չեն հասկանում ինչա կոշիկ, կոշիկի կարիք չունեն։ Փակեք ուրեմն այդ էջը մենք չենք գնա։ Երկրորդ բիզնեսմենը ներկայացնում է ասում է մեր համար ամենալավ դաշտն է դե, որտեղ բոլորը ոտք ունեն, բայց կոշիկ չունեն, կոշիկի կարիք ունեն։ Ուրեմն մեկը տեսնում է դժվարություն, մյուսը տեսնում է հնարավորություն։ Նույն խնդրի մեջ։ Քամին, փոթորիկը, հիվանդությունը, լուրը, դժվարությունը, արգելքը թող քեզ օգնեն։ Գիտեք, ծովային թռչուններ կան, դու գնում եք տեսնում եք, չէ՞ ջայերը։ Այդ քամին, որ խփում է, իրանց թևերով այնպես են անում, որ այդ հակառակ քամին իրենց վեր բարձրացնի եւ պահի եւ պարում են այդ քամի վրա, չեն վախենում քամուց։ Երեք նայեցի, որ Եվրոպայում մի հատ տեղ կա, որ դու երբեք չես կարող ընկնես ինչքան թեքվես, շատ արագ քամի կա այդտեղ։ Այսինքն ապրանք iPad-ը նետում ես, հետա գալի ձեռքիդ մեջ։ Դու ուզում ես կրանաս, որտեղ այդ քամին քեզ պահում է քո հավասարակշռությունը։ Այս կյանքի քամիները, դժվարությունները, խնդիրները թող օգնեն մեզ, որ ավելի ինչ անենք, վեր բարձրանանք, ճախրենք եւ երբեք
չվախենանք։ Տեր օգնի ձեզ եւ զորացնի։ Ամեն։ Ամեն։ Եվ որ մեկը լսեցի, որ ասա, դու նավաշխար է, ամեն ինչ լավ գլա, ամեն ինչ ուրախ գլաս, ամեն ինչ խաղաղ գլա, բայց ադի սխալ է։ Դերը մեզի խոստացավ շատ բաներ, մեկ բանը շատ հստակ է, որ երբ որ դերոջը գուկաս, կարծես թե նեղություններդ ավելի կշատանա։ Սատանան քամիները կփչե մեր խաղաղության վրա, բայց երբ որ Տեր Հիսուսը ասավ, որ կյանքի մեջ նեղություններ պիտի ունենաք, շատ պիտի ունենաք, բայց ես ձեզի հետ եմ։ Ադիգա ամենեն մեծ խաղաղությունն է, և որ աշակերտները տասը լավ չեն սորված։ Հիսուս իրենց հետը չեր վախեցան։ Հիսուս նավի մեջ իրենց հետ էր ուրիշ անգամ, և գքներ Հիսուս, և սկսավ քամին կալ, և սկսան իրենց վարպետությունով բաներ նետեցին, որ թեթևացնեն, տեսան, որ ջար չի գա, կացին Հիսուսի արտընծուցին, դեր կգործվինք և հոգը չէ։ Եվ նորեն Հիսուս ինչ էրա, կամին գեցուց։ Եվ որ Հիսուս մեզի հետ է, նեղություններ պիտի ելնան, մեր օգտին համարալ է, որ մենք ավելի վստահենք Տերոջը։ Եվ դերը միշտ խաղաղություն բերած է նեղություններն վերջը։ Միշտ անցրևեն վերջը ինչ կա, խոստումը կա, ձիածանը կա Աստուծո։ Աստուծո խոստումին վրա երբեք չի կասկածենք։ Ամեն, ամեն։ Վերջի երկով և օրդության աղոտքով պիտի վերջացնենք։ Այո, վերջին երկը պիտի երկենք և կարծեմ աշխուժ երկ քիչ արև թող ներս գա, չէ, ես երկով էլ վերջացնենք։ Կարող ենք կանգնած երկել, եթե ուզում եք, համեցեք։ Գվարնս որ թշնամին պիտի աղտե, դուրսըտ խավար ներսըտ ավելի մութ է, ակրե աղտոտ պատուհանը դուրը դայնված, իչմը արևողը ներս գաց, իչմը արևողը ներս գաց, իչմը արևողը ներս գաց, ակրե աղտոտ պատուհանը դուրը դայնված, իչմը արևողը ներս գաց, Խնդիրներով հավատքը տնկարանը և աղորդը անպատասխան կրմենա Մադրեաղթոտ պատուհանը դուրը դայնված Իչմը արևողը ներս գա Իչմը արևողը ներս գա Իչմը արևողը ներս գա Մադրեաղթոտ պատուհանը դուրը դայնված Իչմը արևողը ներս գա
Ուզես երկից շապում է ջուրա հայլը Ուզես տավարած դիպայց ըրդուց դերսներ Ապրես ըրդի պատուարը դուրը կայման Հով Իսուսը որը ներս կա Ինչ նարե ողնես կա Ինչ նարե ողնես կա Մակրեատը պատուարը դուրը կայման Ինչ նարե ողնես Բացը միասի դուք եկել Ինչ նարե ողնես կա Ինչ նարե ողնես կա Մակրեատը պատուարը դուրը կայման Ինչ նարե ողնես կա Արարե ողնես կա Ամեն Լավ էր խոսքս եկներ։ Օրնես ես միշտ օրնում է։ Քուրեից մեկ ինձ ասեց, այսպիսի հարցակում կյանքիս մեջ, շարունակ ու շարունակ չեմ կարողանում դամստա, չեմ կարողանում են անեմ։ Մենք պետք է անպայման զանազանենք, discernment, թե հակառակությունը որտեղից է գալիս։ Շատ անգամ Տերը թույլ է տալիս, որ մենք զորանանք, ճիշտ է տակույն։ Տերը շատ անգամ թույլ է տալիս, որ մեր հոգևոր քայլը հավատքը բարձրանա։ Շատ անգամ էլ չարն է ուղղակի հարձակվում մեր վրա։ Եվ մենք պետք է զանազանենք դա, ոնց մենք պատերազմ ենք սատանայի դեմ։ Եթե մենք չզանազանենք, չենք իմանա ինչ հոգևոր զենքեր պետք է օգտագործենք։ Սպառազինության հագուստը լրիվ պաշտպանվելու վրա է բացի մեկը՝ սուրը, Աստծո խոսքը։ Երբ որ սատանան Հիսուսի հարձակվեց, Հիսուսը խոսքով հաղթեց, որտեղ նույնիսկ սատանան խոսքով հարձակվեց։ Եվ Հիսուսը պատասխանեց խոսքով, որտեղ խոսքի մեջ ինչ կա։ Ամեն, հալելույա։ Աստված օրհնի ձեզ եւ պահի ձեզ։ Աստված պայծառեցնի իր երեսը ձեր բոլորի վրա եւ դա ողորմություն։ Աստված բարձրացնի իր երեսը ձեզ բոլորի վրա սիրելիներ եւ իր խաղաղությունը ձեզ սրտում եւ մտքում լինի։ Ամեն։ Տեր օրհնի ձեզ։